դուք ինչ տեղեկություններ ունեք, այսօր ովքեր են ձերբակալվածները։ Չունեմ։ Գիտեմ, որ մենակ ձերբակալություններ են տեղի ունեցել։ Տեսեք, դուք ինձնից շատ գիտեք, ես անգամ դա էլ չգիտեի։ Ժողովուրդ ջան, մի հատ բան ասեմ, 2019 թվականից հանրային տարբեր պաշտոններ եմ զբաղեցնում, երևի 10 անգամից ավել եղել է տարբեր ընթացող քրեական գործեր, իրավապահների գործողություններ, հարցեր են տվել, միշտ պատասխանս նույնն է եղել ու չեմ կարծում, որ երբևէ փոխվի։ Ընթացքում քննության գտնվող գործը ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն է կատարվել ու մարդկանց անմեղության կանխաբարկացնել հորդորում եմ չխախտել, որտեղ անձը համարվում է մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Երևի այսքան, ավելի բան չասեմ։ Ու որ ասում եք ավելի մանրամասնեք, պետք է իմանամ ինչ-որ բան, որ մանրամասնեմ կամ չմանրամասնեմ։ Կուսակցության քաղաքական ղեկավարը մարդկանց անմեղության կանխաբարկածը շատ հաճախ խախտում։ Փալանչի, մարտասպաններ անվանում մարդկանց, որոնց վերաբերյալ օրինական դատական որոշում։ Ես կարծում եմ, որ նախ վարչապետը բազմիցս այսինքն անմեղության կանխաբարկածի կարևորության մասին խոսել է եւ ես ընտրողաբար չէի մեջբերի իր խոսքերը, բայց քաղաքական հայտարարություններ, քաղաքական պաշտոնյաները միմյանց մասով ես մտածում եմ մենակ ներսն է այսքան բարձր լսվում, որ խնդրեմ կարող ասեք փակեն խանգարում է ձայները բանը քաղաքական պաշտոնյաները հաճախ իրար վերաբերյալ քաղաքական սուր հայտարարություններ են անում, բայց մենք այս դեպքում քաղաքական անձանց մասին չենք ես կարծում եմ, որ դա էլ կարող է տեղավորվի սուր քաղաքական հայտարարության մեջ, առավել ևս էլի եմ ասում, դա ընդհանուր առմամբ քաղաքական խոսույթն է եւ քաղաքական գործիչները իրար մասին նման բան հնչեցնում են։ Մի վարքան ես ավարտեմ, էլի։ Հիմա ձեր գործընկերն էլ ասեց ինչ են կոռուպցիոն դեպքերը շատացել են պայմաններում, երբ որ չկա դատավճիռ, ուրեմն ինքն էլ խախտեց։ Դուք էլ եք ուրեմն ամեն օր խախտում, ոչ միայն քաղաքական գործիչները, դա խախտում է։ Բայց մի վարքան, դուք ենթադրաբար բառը չեք օգտագործել, ձեր գործընկերը չօգտագործեց, բայց թողեք ավարտեմ։ Տվյալ դեպքում խոսում ենք աշխատակազմի աշխատակիցների մասին, որոնք քաղաքական պաշտոն չեն զբաղեցնում, հետևաբար այն խոսույթը, որ իմ կարծիքով միգուցե տեղին է, միգուցե տեղին չի, բայց առնվազն դա քաղաքական խոսույթի տիրույթում է, իրենց դեպքում ինձ թվում է այդքան էլ պատեհ չի այդ տրամաբանությամբ մոտենել հարցին։ Գրիգորյան, Տիգրան Ավինյանը վախենում է լրագրողներից։ Տիգրան Ավինյանը չէ, լրագրողներից չի վախենում։ Ապակին, ժողովրդավարության բաժնությունը քիչ իրար չեն հակասում։ Մի հատ բան հարցնեմ, էլի այսքան ժամանակ դուք նման խնդիր ունեք, որ ազգային ժողովում է, չէ՞, ոնց որ այդ օթյակում որտեղ դուք աշխատում եք, էլի ապակի կա։ Հայս, ինչի է այնտեղ նորմալ։ Չէ, մենք ուզում եմ հասկանամ ինչ տարբերություն։ Այսինքն նա որ չէ, ինչ չէ, տեսեք, տեսեք, նախ ես առնվազն ես կարամ իմ մոտեցում ասեմ, բայց ընդգծում եմ, սա իմ մոտեցումն է, ես նման որոշում չեմ կայացրել, բայց անկեղծ ասած այդ որոշման մեջ ոչ մի զարուրելի բան չեմ տեսնում, նախ վերադառնամ, ինձ թվում է, որ այն ինչ որ ի սկզբանե է, ազգային ժողովում միշտ եղել է դա ու բոլորը նորմալ են վերաբերվել, երբեք դա որպես մամուլի ազատության սահմանափակում չի դիտարկվել, բայց դա նորամուծություն է, հիմա մեր մոտ նոր է դրվել, որ ի սկզբանե դրվածներ, ինձ թվում է դա խոսալու առարկա չէ լինելու։ Մի Ժորժ ջան, եկեք մի հատ բան պայմանավորվենք, էլի ես ավարտեմ, դուք արձագանքեք, այսքան ժամանակ չի եղել, չէ՞, արձագանքեք, տենց բանի տեղ չդնեմ, եկեք հարգալի շփվենք։ Հասկացա, այս հարցը հասկացել եմ, հիմա կոնկրետ այս դեպքում ես օրինակ նկատել եմ, որ երբ որ անցած անգամ ավականու անդամների միջև հրմշտոց սկսվեց, եթե չեմ սխալվում, ավականու անդամներից մեկն էր, որ այդ հատվածով անցում կատարեց դեպի ոնց որ ոչ թե դռնով, այլ այդ հատվածով անցում կատարեց, դա մեկ, երկրորդը եթերը լուսաբավ չի եղել, այս բան Արփիջան, կարող է սխալ եմ, շատ բարի, հարցազրույց ընդեղի, չգիտեմ, ես այդպես բան եմ հիշում, կարող է սխալ եմ հիշում, կարող է ավականու անդամ չէր։ Հա, հիմա հաջորդը ժողովուրդ ջան, հիմա տեսեք, նիստը տեսա ձայնագրվում է եւ քաղաքապետը ինչ որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չտեսա ձայնագրվի, չպետք է հեռարձակվի, որովհետեւ հեռարձակման իմաստը, եկեք բովանդակային նայենք, ես հասկանում եմ, որ կարող է ձեր
նյութերի դիտելիության առումով դա հետաքրքիր է։ Կարող է որոշ քաղաքացիների հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճվում, բայց այս նիստերի հեռարձակման իմաստը այն է, որ քաղաքացիները իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում ավականում, ինչ որոշումներ են կայացվում, ինչ տեսակետներ կան բովանդակային։ Այս նիստերը չեն հեռարձակվում նրա համար, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ոնց են տարբեր ավականներ, ըստից մի վարքան Ժորժ ջան, չընդհատելու պայմանը, էլի։ Ինչպես են որոշ ավականիներ, իմ կարծիքով ավականու համար ոչ վայել վարքագիծ դրսևորում։ Հետևաբար, երբ որ եթերը դադարեցվում է, եթերը պետք է դադարեցվի, ոչ թե մի հատ լինի քաղաքապետարանի եթեր եւ եւս 12 ձեր եթեր, օրինակ պայմանական թիվ եմ ասում, եւ մեկը դադարեցվի, մյուս 12-ը չդադարեցվել, դադարեցվի բոլորը։ Եվ կարծում եմ նաեւ այդ նպատակով արվել, որպեսզի նաեւ վարակույրը խախտվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, պարոն Գրիգորյան, տեղեկացված լինելու իրավունքը, այսինքն եթե ավականու անդամները որոշել են միմյանց ծեծել ավականու դահլիճում, քաղաքապետը որոշում է ուղիղ հեռարձակումը անջատել, բայց չի որոշում, որ քաղաքացին պիտի տեղյակ չլինի իր ընտրած ավականու անդամը ինչ է անում։ Կամ օրինակ նույն Նորքի թաղապետարանի դեպքը, եթե ուղիղ հեռարձակում չլիներ, լրատվականները ներկայացված չլինեին, երևի այդպես էլ հանրությունը չիմանար ինչ է տեղի ունենում կամ ինչ արեց Նորքի թաղապետը։ Ներողություն եմ խնդրում, բայց կոնկրետ այդ դեպքով հանրությունը այդ դեպքի մասնակիցներից մեկից հանրայնորեն իմացել է մի հեռախոսային խոսակցության մասին, որը հանրային չէր։ Ես հիմա չեմ մեկնաբանում այդ խոսակցությունը, բովանդակությունը պատեհ չէր, բայց առնվազն այն ինչ որ եղել էր վարչական շրջանի ղեկավարի եւ կոնկրետ Արթուր Շախոյանի մասնավոր խոսակցությունը, ինքը դա հանրայնացրեց։ Հետևաբար այն որ այդ պահին եթերը անջատվի, բայց ներսում հրմշտոց լինի, այնպես չի որ հանրությունը դրա մասին չի իմանալու, որովհետեւ այդ ներողություն եմ խնդրում, որովհետեւ այդ ավականու անդամները ինչ որ պահի այդ դահլիճից դուրս են գալու, չեն մնալու այնտեղ եւ մեծ սիրով վստահ եմ ձեզ եւ մյուս գործընկերներին պատմելու են, թե նկարելու են, ինչպես օրինակ լինում է ազգային ժողովի դահլիճում, այսինքն նշանակում է, որ մամուլի աշխատողների աշխատանքն է խոչընդոտում։ Ես չեմ համարում դա խոչընդոտում, ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ մեր երկրում եւ դրա մասին իդեպ ազգային ժողովի նախագահն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսեց, որ ընդհանուր համապետական ազգային ժողովի եւ կոնկրետ դեպքում ոնց որ այսօր գործընկերներից մեկ ասեց քաղաքային պարլամենտի ընդհանուր մարդիկ հիմա վրթովված են եւ այս նիստերը շատ մարդկանց մոտ նայելու ցանկությունը բացակայում է։ Ժողովուրդ ջան, եկեք ճիշտը խոսանք, էլի։ Այսինքն ոչ մեկին մեզ այնտեղ նստած, ես երբ որ նստած այնտեղ նայում եմ, ինձ տհաճա եւ ես պատկերացնում եմ, որ հաստատ ձեր եթերը նայող քաղաքացիներին, մեր եթերը նայող քաղաքացիներին ներողություն եմ խնդրում հաճելի չի։ Հետևաբար մեր ասածը այն է, որ մենք տեսնում ենք, որ մեր հեռարձակումը նրա մասին է, որ քաղաքացիներին պետք է բովանդակություն մատուցվի, բովանդակային քննարկումներ, քաղաքային որոշումներ, ոչ թե ծեծ կրտուկ, ոչ թե ղալմաղալ, ոչ թե ներողություն եմ խնդրում շուկայի մակարդակի բազար։ Եթե դուք դա ուզում եք լուսաբանեք, խնդրեմ լուսաբանեք, բայց ոչ կապված քաղաքապետարանի այս դահլիճի հատվածի հետ։ Լուսաբանեք ստեղ, ասուլիս արեք, ճեպազրույց արեք, հրավիրեք հարցազրույցների եւ այլ, բայց մենք ուզում ենք մեր միանշանակ դիրքորոշումը մեր քաղաքացիներին պարզ լինի, որ ժողովուրդ ջան, մենք կողմ չենք այս բովանդակությանը, ներողություն Շատ բարի, Ժողովուրդ ջան, ես հիմա պետքա երկար դետալների մեջ, ոչ, ես չեմ ասում մենք կռիվանենք, ես ասում եմ, որ ցավոք սրտի, նորից եմ ասում, այսինքն դուք կարծում եք, որ մենք վերահսկում ենք ընդդիմության վարքագիծը, մենք որ դուք մեզնից պահանջում եք, որպեսզի կռիվ չլինի, հիմա ես ստիպված պետք է ասեմ, որ այդ կռիվները ըստ իս հրահրվում են ընդդիմության կողմից եւ այլ, մենք բովանդակային քննարկմանը հակված ենք, լավ, մենք հիմա լավ, դուք ավարտեք, ես ասեմ, շատ բարի, չէ, բանավեճի է վերացվում, չի ցանկանում տեսնել, վստահ եմ, որ չի ցանկանում, վեճերը լինում են հենց ձեզ հետ, ԿՊ-ի հետ են բոլոր վեճերը, ես չեմ կարողանում զուգահեռ որովհետև հանրությունը պետք է տեսնի, թե ինչպես իշխանություն եւ ընդդիմություն ունի, որոնք բովանդակային հարցերը թողած կարող են ազատություն տալ լեզուներին, բռնություններին եւ մարմնի այլ մասերի։ Հետեւաբար հիմա դուք ասում եք, որ մամուլը դա չլուսաբանի ինչի համար։ Չէ, ես նորից եմ ասում, այն ինչ որ մեր քաղաքական վարքագծում մենք տեսնում ենք ինչ որ ռեֆլեքսիայի հիմք եւ ոչ պատշաճ ենք համարում մեր որոշ գործողություններ, 3 գործընկերներից մեկը ավականունիստում Նորքի թաղապետարանի հայտի դեպքով
իր գործողությունը կատարեց եւ ինձ թվում է այդքանով կարելի է թեման փակված համարել։ Բայց երբ որ դուք ասում եք, որ ամբողջ պատասխանատվությունը ինչ որ կատարվում է ավականու նիստերի դահլիճում իշխանության վրա, արդար չեք, որովհետեւ մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, բայց կներեք, երբ որ օրինակ Տիկին Փոստանջյանը իրան թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին խոսա, մենք հիմա որ այդ մարդուն դուրս հրավիրենք կամ իր նկատմամբ ինչ որ բիրտուշ կիրառվի, ասեն ընդդիմությանը ճնշում են։ Ասում ես մի խոսացեք այդ դա ընդհանրապես անդաստիրակ վարքագիծ է, ներողություն եմ խնդրում, դա քաղաքական ելույթ չի, դա քննադատություն չի, դա ուղղակի տարական դաստիարակության կանոնների չպահպանումը, երբ որ մարդը քո հերթը չի խոսալու, կանգնում գոռում է, լայվ է մտնում, իր նիստին զուգահեռ իր սեփական նիստն է վարում, մենք դա չենք կարող վերահսկենք, մենք դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, մենք հակված ենք կառուցողական քննարկման, այսօր քաղաքապետը ասում է ժողովուրդ ջան, թեման աղբանության արտոնություններն է, եկեք դա քննարկենք, մեկը ներողություն եմ, ես օրինակ բերեցի, ես ուղիղ բերեցի, չէ, որտեվ ասվեց, որ դե այնպես արեք, որ դա տեղի չունենա, ես անկեղծ ասում եմ, իշխանությունը միայնակող, ոչ գործադիր իշխանությունը, ոչ ՔՊ խմբակցությունը, ոչ հանրապետություն խմբակցությունը չի կարող վերահսկի, որ օրինակ Մայր Հայաստան խմբակցությունը, երով ունենք ազգային առաջընթաց խմբակցությունը, հանրային ձայնի գործընկերները ինչ վարքագիծ դրսևորեն, որտեղ այդտեղ բոլորը ավականու անդամներ են, հանրապետությունը ասեցի ՔՊ-ն, հանրապետությունը, ազգային առաջընթացը ասեցի այնա ձեր գործընկերն է գլխով անում։ Այնտեղ պատ է եղել, որը քանդվել է Մարությանի իշխանության օրոք, ում իշխանության օրոք? Մարությանի, շատ բանի։ Եվ լրագրողներին օրենքով ամրագրվել է այդպես փոխանցեցին այն նախասրահի հատվածը, որտեղ իրենք աշխատանքներ Շատ բարի, դուք այդ նախասրահում եք, այսօր մի քիչ ձեր իրավունքները ոնց որ այլ կերպ է խախտվել, որ մեր աշխատակազմի որոշ աշխատակիցներ տես դալիճում տեղ չնելու ձեր հետ են նստում։ Մամուլի հրապարակումների հիման վրա նաև իրավապահ համակարգն է գործ հարուցում, քրեական գործեր են դրանց հիման վրա լինում։ Հիմա օրինակ դուք դրանով նաև խոչընդոտում եք իրավապահ համակարգի աշխատանքը, որ դուք ներողություն եմ խնդրում, մի վարքյան, ներողություն, դուք ասացիք, Ժորժ ջան, դուք ձեզ հակասում եք, դուք ասացիք, որ անկախ ամեն ինչից, այս նույն ավականու անդամները իրենք ամեն դեպքում ներսում ինչա կատարվում, տեսանկարահանում են, չէ՞, այսինքն փաստ է, որ դուք չտեսանկարահանեք, մեկը այդ տեսանյութերը Ես գիտեմ, ես ասում եմ, հա, ես էլ Երևանի քաղաքապետի տեղակալն եմ։ Փոխարինել կամ մեր գործառույթը չեմ, ասում եք տեսանյութ եք խոչընդոտում, այսինքն պայմանական ինչ եք ասում, մարդիկ իրար այնտեղ կծեծեն, հանցագործություն տեղի կունենա, իրավապահները չեն իմանա, որտեղ մենք չենք նկարում, ասում եմ, չէ, իրավապահները եթե նման բան կլինի, կիմանան, որովհետև ավականու մյուս անդամներն են նկարում, այստեղ շատ մեծ տարբերություն կա։ Մենք, էլի եմ ասում, մեր դիրքորոշումը արտահայտում ենք եւ ցույց ենք տալի, որ ժողովուրդ ջան, գործող իշխանությունը, այն ինչ որ դուք տեսնում եք այս կադրերում, մեր սրտով էլ չի եւ մենք չենք կարծում, որ այս է այն բովանդակությունը, որը ձեզ պետքա մատուցվի եւ այն ինչ որ կախված է մեր մատուցման տեղեկատվական հոսքերից, մենք դրա կառավարում ենք եւ այնպես ենք անում, որ առնվազն մեր մասով ձեզ այդ տեղեկությունը հասու չլինի, ներողություն, դա ձեր որակումն է, որի իրավունք ունեք, բայց եթե ավականու անդամը ընդդիմադիր համարում է, որ էտա այն նյութը, որը պետքա մեր հանրությունը ստանա, թող հանի իր լայվով նկարի, թող մարդիկ դա տեսնեն։ Եթե դա ինքը համարում է, որ դա այդ նյութն է, դա իր որոշումն է, մերը չի։